օրենսգրքում երրորդ կետում մի հատ կետ է քողարկվել 1-1, որը փաստում է, որ ՀԿ իրավունք չունի դատի տալ նախարարին։ Եվ ինձ համար դա անակնկալ է եւ ծուղակ իրավիճակային ծուղակ է, որի մասին ես նոր իմացա, դրա համար փաստաբանների հետ դատարան դիմել։ Դե փաստաբանները թոշակառուի ասում որ վայրենի հետ կապված միջնորդությունը կրկին ներկայացնել միանշանակ նաև ուզում եմ ձեզ փաստել, որ Ադրբեջանի դրոշը ստեղ հստակ կա, ընդ որում նաև ավելացնեմ, որ այդ դասագիրքը չի մտել դպրոցներ 19 թվին հանրաշրջանառությունից եւ նույն ձևով ի նկատի ունեի, որ այս դասագիրքը, որը ադրբեջանական դրոշի գույներով ամբողջ դրոշի էջի երկայնքով արկա է, նույն այս ճակատագրին արժանանալ, ընդ որում Ջան Անդրեասյանը եղել է այդ ժամանակ փոխնախարար, կարծեմ Վահրամ Թումանյանն է եղել նախարար, այս ժամանակ եղել է բարի կամ նախարարի կողմից, իհարկե կարելի է սա դիտարկել որպես առաջի հաստատ։ Ծանրացնում է ինչ միջնորդություն եք ներկայացնում որպես ծնող կրկին անգամ դրոշի հետ կապված Դրոշի բովանդակության, երկրորդ դասարանի բովանդակության